Սրանց ճակատներին պետք է sense տատու անել։ Կոռուպցիոն հանճարներ եւ երկիրը սարքել են sense կոռուպցիայի դրախտ։ Էլի հազար ներողություն դուրս են գալիս տակից գլխից խոսում են։ Բաները, որոշ կաշառակերներ եւ չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս է հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Հայաստան համահայկական հիմնադրամից անհետացած միլիոնավոր դոլարների վերաբերյալ երկրորդ նախագահի կոռուպցիոն մեղադրանքներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց 3 շաբաթ անց կառավարության այսօրվա նիստում։ Ռոբերտ Քոչարյանն անցած ամիս մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, թե Փաշինյանը լրիվ նոր խոսք է ասել կոռուպցիոն ոլորտում։ Վարչապետին մեղադրելով բյուջեի գումարները փոշիացնելու համար երկրորդ նախագահն իբրև փաստ մատնանշել էր իր իսկ բնորոշմամբ համահայկական հիմնադրամից 100 միլիոն դոլարի անհետացումը։ Սա մոռացել է հիմնադրամը համահայկական 100 միլիոն դոլար հիմնադրամից փոխանցվել է բյուջե եւ անհետացել։ Ո՞ր անհետացել է։ Ես նկատեցի, որ ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են։ Խորհուրդ է հարցը քննարկել է եւ եկել է եզրակացության, որովհետեւ թեմա չկա, այսինքն հիմնադրամի խորհուրդն է հենց եկել այդ եզրակացության։ Արցանցային ես մասնակցել եմ այդ նիստի այն ժամանակ ես հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի անդամ։ Ասում հաշվետվություն գոնե պիտի ներկայացնեմ։ Ուր է գնացել այդ փողը։ Ասում էր ինչի համար պետք է ծախսենք։ Վերջ 100 միլիոն դոլարը եկել եւ անհետացել։ Ի պատասխան իր հասցեին հնչող մեղադրանքներին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստում հիշատակեց դեռևս 2021 թվականին խորհրդարանում այս հարցով ձևավորված հատուկ քննիչ հանձնաժողովը, որի ղեկավարը հենց Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էր։ Փաշինյանը հարցրեց, ուր է այդ հանձնաժողովը, որտեղ է նրա եզրակացությունը եւ ինչու հանրությանը պարզաբանում չեն տալիս։ Արծվիկ Մինասյանը չէր այդ բանի քննիչ հանձնաժողովի ղեկավարը։ Ուր են, բա ուր է իրանց զեկույցը։ Թող մի հատ գրեն ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ այդ դեպքում կիմանանք ինչ անենք։ Սիրուն կդիմենք դատարան եւ նրանց կստիպենք հակառակը պնդել։ Ոչ թե կստիպենք դե յուրե, որովհետեւ մենք գիտենք, թե ինչա տեղություններ ունեցել եւ գիտենք, որ իրենց ասածը տեղի չի ունեցել։ Որովե կոռուպցիոներ երբևէ ասել է, որ ինքը կոռուպցիայով է զբաղված։ Համահայկական հիմնադրամի հավաքագրած եւ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ղեկավարած Արծվիկ Մինասյանը հակադարձում է Փաշինյանին։ Հանձնաժողովն աշխատանքները չի շարունակել եւ զեկույց չի կազմել, քանի որ այնտեղ մեծամասնություն կազմող ՔՊ պատգամավորները, ինչպես նաեւ կառավարությունը ամեն ինչ արել են, որպեսզի խոչընդոտեն աշխատանքներին։ Ըստ Արծվիկ Մինասյանի, քանի որ ընդդիմությունը փոքրամասնություն էր հանձնաժողովում, իրենք շանս չունեին քվեարկություններով կոնկրետ որոշումներ ընդունել եւ բացահայտել իրականությունը։ Ասենք օրինակ պաշտպանության կարիքների համար որոշակի միջոցներ է ծախսվել։ Երբ որ մենք ասում ենք շատ լավ, եկեք այցելենք, գնանք տեսնենք, կամ թող ներկայացնեն փաստաթղթային հիմնավորումներ, որ այս նպատակների համար են միանգամից ոչ դուք պարտավոր եք առաջնորդվել կառավարության տված այս տեղեկատվությամբ բլոկավորում են, չէին թողնում, որպեսզի առաջ գնա։ Դες ներկայացվել է կառավարության կողմից ինչ որ ցուցակ, որ այ 100 միլիոնը մենք սրանց վրա ենք ծախսել, ամբողջական ցուցակ ստացել։ Ներկայացվել է շուրջ 1 տասնյակ ծրագիր, բայց երբ որ հարցնում ենք պահանջում ենք, ասում ենք տվեք կապը այս ծրագրերի եւ հիմնադրամի միջոցների, չկա կապ։ Կապը նկատի ունեք ինչ, այսինքն որ երևա, որ գումարը դուրս է եկել կոնկրետ համահայկական հիմնադրամի այդ 100 միլիոն դոլարի շրջանակներից եւ գնացել է ինչ որ մի ծրագրի։ Այո, չկա, այդ կապը չկա։ Հայաստան խմբակցության քարտուղարն ընդգծում է, կառավարությունն այդպես էլ որևէ հիմնավորում չի ներկայացրել, ինչի վրա է ծախսվել 100 միլիոն դոլարը։ Արդյունքում այն կասկածները, որ միլիոնավոր դոլարները ծախսվել են բոլորովին այլ նպատակներով, շարունակում են մնալ։ Ձեր կարծիքով ծախսվել այդ գումարը։ Այդ շատ հնարավոր է պարգևատրումների վրա են գնացել, շատ հնարավոր է կեղծ գնումների վրա են գնացել, շատ ասենք օրինակ իբր թե պաշտպանության նպատակով ինչ-որ բան են ձեռք բերում, ոչ ձեռք բերում են արել, ոչ դրանք օգտագործել են պատերազմի ժամանակ, այլ որոշակի մարդիկ հավանաբար հարստացել են։ Ինչու ամեն դեպքում խորհրդարանական քննիչ հանձնաժողովը իր զեկույցը չի հրապարակել։ Արծվիկ Մինասյանն ասում է, զեկույցի հաստատման համար դարձյալ անհրաժեշտ էր մեծամասնություն կազմող ՔՊ պատգամավորների համաձայնությունը։
Իսկ ինչու հանձնաժողովի 4 ընդդիմադիր անդամները հանրությանը չեն ներկայացրել այն ամենը, ինչ իրենց հաջողվել է պարզել այդ ընթացքում։ Արծվիկ Մինասյանն ասում է Հայաստան համահայկական հիմնադրամին չվնասելու համար։ Թե ուր է անհետացել համահայկական հիմնադրամի $100 միլիոն, ընդդիմադիր падգամավորի համոզմամբ կարող է բացահայտվել միմիայն իշխանափոխությունից հետո։ Փաշինյանի իշխանության օրոք ըստ Հայաստան խմբակցության քարտուղարի օբյեկտիվ քննություն հնարավոր չէ իրականացնել։